Ինչու է կինը լռում։ Շատերը մտածում են, որ երբ կինը լռում է, ամեն ինչ լավ է, բայց իրականում, երբ կինը լռում է, ինչ-որ բան արդեն կոտրվել է ներսում։ Կինը միանգամից չի լռում, նա սկզբում խոսում է, բացատրում է, արտասվում է, փորձում է հասկացնել, թե ինչն է իրեն ցավեցնում։ Նա ասում է, ինչ ժամանակ է պետք քեզ հետ, ինձ ուշադրություն է պետք, ինձ պետք է, որ լսես, բայց երբ նա երկար խոսում է ու իրեն չեն լսում, մի օր նա հոգնում է։ Երբ կինը լռում է, դա նշանակում է, նա այլևս չի ուզում համոզել, նա այլևս չի ուզում ապացուցել իր ցավը, նա այլևս չի ուզում կրկնել նույն բանը 10-րդ անգամ։ Լռությունը նրա պաշտպանությունն է, որ չվիրավորվի նորից, որ չզգա, թե իր խոսքը անարժեք է, բայց լսիր, լուռ կինը խաղաղ չէ, նա պարզապես փակվել է։ Երբ կինը լռում է, նա ներսում հեռանում է, նա սկսում է ապրել իր աշխարհում, իր մտքերի մեջ, իր ցավի հետ միայնակ։ Եվ ամենավտանգավորը սա է, բողոքող կինը դեռ պայքարում է, լուռ կինը արդեն հաշտվում է իր մենակության հետ։ Տղամարդը կարող է մտածել, լավ է, չի խոսում, ուրեմն խնդիր չկա, բայց իրականում խնդիրն արդեն խորացել է։ Կինը չի ուզում պատերազմ, նա ուզում է լսվել, սիրված լինել, նա ուզում է ընտրված լինել, նա ուզում է զգալ, որ իր տեղը կարևոր է։ Եթե կինը լռել է, դեռ ամեն ինչ կորած չէ, բայց պետք է մոտենալ ոչ թե պաշտպանությամբ, այլ ուշադրությամբ, ոչ թե մեղադրանքով, այլ հարցով. Ի՞նչն է քեզ ցավեցնում, ինչպես կարող եմ քեզ մոտ լինել։ Եվ եթե դու կին ես, որ լռել ես, մի թող սիրտդ քար դառնա, խոսիր և պատրաստ լինես, բայց խոսիր ճշմարտությամբ, ոչ վիրավորանքով։ Ընտանիքը չի կործանվում կռիվներից, այն կործանվում է լռությունից։ Թող մեր տներում լինեն խոսքեր, թող լինեն արցունքներ, բայց թող չլինի սառը անտարբերություն, որովհետև երբ սիրտը փակվում է, դուռը ներսից է փակվում։ Աստված ձեզ հետ։ Ամեն։